Նախկին ՔՊԱ-ական Հովիկ Աղազարյանի եւ ընդդիմադիր պատիվ ունեմ խմբակցության պատգամավոր Տարոն Մարգարյանի անձեռնմխելիությունից զրկելու հարցը ամենայն հավանականությամբ կորոշեն միայն իշխանական պատգամավորները։ Քաղաքացիական պայմանագրից Ալխազ Ղազարյանը չթաքցրեց, մտադիր են բավարարել գլխավոր դատախազի երկու միջնորդությունները։ Դե եթե կարիքը հասել է դրան, որ պետք է դատախազը գա ազգային ժողով, բնականաբար պետք է տալ։ Աննա Վարդապետյանը անցած շաբաթ երկու ծավալուն միջնորդություն է ուղարկել խորհրդարան։ Ակնկալում է պատգամավորների համաձայնությունը ստանալ, որ Հովիկ Աղազարյանին եւ Տարոն Մարգարյանին մեղադրանք առաջադրեն։ Ըստ մամուլի ընդդիմադիր պատիվ ունեմը ոչ հարցի քննարկմանը, ոչ էլ քվեարկությանը չի մասնակցի։ Խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը կարճ փոխանցեց. Ֆրակցիան հանդես կգա հայտարարությամբ։ Եթե պատիվ ունեմը քննարկմանը չմասնակցի, ապա Հայաստան խմբակցությունը նույնպես Տարոն Մարգարյանի միջնորդության քննարկումը բաց կթողնի։ Իսկ Հովիկ Աղազարյանի վերաբերյալ հնարավոր է այլ որոշում կայացնեն։ Ազատությանը ասաց ընդդիմադիր պատգամավոր Աննա Գրիգորյանը։ Դեռ վերջնական որոշում չունենք, միգուցե եւ մասնակցենք այդ հարցով քննարկմանը։ Ինքը Հովիկ Աղազարյանը գրեթե կասկած չունի, նախկին թիմակիցները կողմ կքվեարկեն իրեն անձեռնմխելիությունից զրկելու դատախազի միջնորդությանը։ На войне как на войне, մեկ է կկռվենք։ Ինքն էլ իր հերթին է պատրաստ այդ այցին, բացահայտումներ է խոստանում, կպատմի, թե ինչու իրավապահները իրեն հանգիստ չեն տալիս։ Ինձ ենթարկում են քաղաքական ճնշումների, որ ասենք մանդատը վայր չդրեցի եւ դա պարոն վարչապետը եւ քաղաքական թիմը գտնում է, որ դա իշխանության հեղինակությանը հարված է եւ երկրորդ պատճառը, որպեսզի իմ նախկին գործընկերներից ոմանց սանձահարեն։ Աղազարյանը, ինչպես ինքն իրեն նկարագրեց, չսանձվող տեսակ է, անգամ կալանքի հնարավոր հեռանկարը ասում է իրեն չի վախեցնում, դրան էլ է պատրաստ։ Ես ինչ-որ պիտի ասեմ, ասելու եմ, թեկուզ կալանքի վարի մեջ լինեմ, էլի ասելու եմ, իմ անհանգստությունը եւ ես երազում եմ, որ այն անհանգստությունները, որ ես ունեմ, ես սխալված լինեմ, թեկուզ դրա համար մի 8 ամիս էլ կալանքի տակ լինեմ։ Հովիկ Աղազարյանին առնչվող քրեական գործով կասկածներ կան, որ պատգամավորը խոշոր չափի կաշառքի դիմաց խոստացել է կազմակերպել մանր եղջերավորների արտահանումը առանց կարանտինի։ Աղազարյանը պնդում է, թե ինքնանորինական ոչինչ չի արել, պարզապես իրեն մանդատից զրկելու հարցն է դեռ Նիկոլ Փաշինյանի օրակարգում։ Քաղաքական, բարոյական եւ այլ լծակներ նման կարմիր գծեր հատած պատգամավորին ժողովրդի կողմից տված մանդատից զրկելու համար։ Ամիսներ առաջ, երբ Աղազարյանը մերժեց մանդատը վայր դնելու վարչապետի հորդորը, նրան թիմակիցները հեռացրին կուսակցությունից եւ խմբակցությունից։ Մեղադրեցին կուսակցական փակնիստերից արտահոսքեր կազմակերպելու, այդպես նաեւ հայ-ադրբեջանական բանակցային գործընթացը վնասելու համար։ Քրեական գործ էլ հարուցվեց, ենթադրյալ պետական գաղտնիք հրապարակելու հոդվածով, բայց մինչ օրս այդ գործով տեղաշարժ չկա։ Եթե հիմա Հովիկ Աղազարյանը մանդատը դներ կամ այլ իրավիճակում լիներ շարունակել լիներ ԿՊ անդամ, երբևէ դատախազը չէր մտնի նման միջնորդությամբ, երբևէ։ Ի վերջո այդ քրեական գործերը նոր չէին ձևավորվել, բայց Երևան եկան եւ այսպես հրապարակային դարձան, բացառապես այն բանից հետո, երբ Հովիկ Աղազարյանը հրաժարվեց մանդատը դնել եւ դուրս գալ։ Ընդդիմադիր Հայաստան խմբակցությունից Աննա Գրիգորյանի կարծիքով, եթե այլ ԿՊԱ-ականներ եւս հակադրվեն վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ապա կհայտնվեն նույն իրավիճակում։ Հիշեցնում է արդեն տևական ժամանակ քննվող Քովիդի անիվու միլիոնավոր դոլարների չարաշահումների գործերը, որոնց վերաբերյալ նաև ԿՊԱ-ականների անուններ են շրջանառվում։ Բազմաթիվ հրապարակումներ կան, բազմաթիվ հրապարակումներ, որոնք առնվազն պետք է հիմք դառնային, որպեսզի Տիգրան Ավինյանը, մյուսները, ովքեր այդ բարձր պաշտոններ են զբաղեցվել, ներգրավեին ինչ-որ կարգավիճակով, բայց ներգրաված չեն։ Ինչը նշանակում է ամենաբարձր մակարդակով, Նիկոլ Փաշինյանի մակարդակով ծածկադմփոց է իրականացվում, հովանավորչություն է իրականացվում, որպեսզի այն մարդիկ, ովքեր դեռ իր անմիջական ազդեցության գոտում են, ոչ մի քրեական եւ իրավական պատասխանատվություն չկրեն։ Օրինակ մամուլում բազմաթիվ անգամ գրվել է Արսեն Թորոսյանի մասին, կոവിഡ്ի հետ կապված եւ ոչ միայն կոവിഡ്ի հետ կապված։ Հիմա Արսեն Թորոսյանը ամենամեծ ջատագովն է իրանց այսպես կոչված խաղաղության գործընթացի, հետեւաբար դատախազը իր համար չի գա։ Ի տարբերություն Հովիկ Աղազարյանի լուր է Տարոն Մարգարյանը, նրան առնչվող քրեական գործը, որ վերաբերում է Երևանում մանկապարտեզների եւ դպրոցների տարածքների ապօրինի օտարման դեպքերին, քաղաքական է համարում Հանրապետական կուսակցությունը։